Բարև ձեզ իմ սիրելի, ինձ արդեն հարազատ դարձած մարդիկ, բարև ձեզ իմ հայ ժողովուրդ, ճիշտ ասած երկար ժամանակ այդ հարցերը ինձ տվել էիք, ուղղակի ժամանակ չէի ունենում ձեր հետ զրուցելու և այսօր Սվետլանան, մեր լավ հետևորդուներից մեկը, ինձ հարց էր ուղարկել և այդ հարցը արդեն ինստագրամով եմ ստացել, բավականին երկար ժամանակ մարդիկ գրում են, ես կարճ պատասխանում եմ, բայց ցանկացա այսօր պատասխանել ճշմարիտ ձևով և ամբողջ աշխարհին։ Ինձ քիչ են նայում, բայց նայում են տարբեր տեղերից։ Այսինքն ես միլիոնավոր հետևորդներ չունեմ, չեմ էլ ձգտում ունենալ, քանի որ ես ունեմ որակյալ, առաքինի մարդիկ, ովքեր ինձ հետևում են, սիրում են և սիրելով են դիտում։ Նրանք, ովքեր պատահաբար կհանդիպեն, կմտնեն այս իմ բլոգը կտեսնեն, այս ռեպորտաժը, ասեմ իմ անունը Անահիտ է, ապրում եմ Ֆրանսիայում, մի գողտրի կանկյունում, ամայի վայրերում, քաղաք չի և չեմ էլ ձգտում, հայտնվել եմ Ֆրանսիայում 93 թվականին որպես սպորտսմենուհի պայմանագրով և ճակատագրի բերումով մնացի, ամուսնացած եմ, ամուսինս ֆրանսիացի է, ամուսինս էլ է սպորտսմեն եղել, ունեմ ամուսինս ֆրանսիացի, ունեմ մի հրաշալի տղա, մի հրաշալի հարսիկ, մայրիկ ունեմ և ունեմ 3 քույր, 1 եղբայր, երեխաները իրենց և բոլորը ապրում են Ֆրանսիայում։ Սա կարճ կոնկրետ, եթե կցանկանաք տեսնել, թե ով է այս կինը և ոնց է հայտնվել Ֆրանսիայում և ինչ է անում այսօր աշխատանք ունի, թե ոչ, մտեք իմ հետ գնացեք, այնտեղ մի բլոգ կա, որտեղ գրում է ես ով եմ, ինչպես եմ հայտնվել Ֆրանսիայում։ Տարիքս ասեմ բոլորը իմանաք, չեմ թաքցնում և հպարտանում եմ իմ ամեն մի տարին վրա հպարտանում եմ և իմ կնճեռների վրա եմ հպարտանում և հպարտանում եմ նրա վրա, որ ես մեծանում եմ, ինչ ասեմ, ուրախ և դրական էներգիայով։ Աստված մարդկանց ինչքան կյանք տվել է։ Ուրեմն այսօրվա իմ հարցը սիրելիներս որն է, ինչ թեման որն է այսօրվա, ասեմ նախքան սկսել ասեմ, որ ես նրանք ովքեր նոր կմտնեն, կտեսնեն այս բլոգները, եթե նրանք ովքեր կան, որոնք որ ուղղակի պետք է մտնեն, իրենց ձեռագիրը գրեն ասելով որ կուկու, ես այստեղ եմ, կարող եք դուք ինձ հասկացաք, կարող եք ձեր գեղեցիկ հրաշալի ժամանակը իզուր տեղը չվատնեք և անցնեք ձեր գործին, որովհետև այդ տիպի նեգատիվ մարդիկ իմ ալիքում գործ չունեն, ես ունեմ լավ աշխատանք, ես աշխատում եմ մոդայի տան համար, բավականին լավ աշխատանք է, փառք Աստծո, արդեն հաստատված և այլն, ես այս ալիքը չեմ բացել կոմերցիալ բնույթով, ես ուղղակի օգնում եմ իմ հայ ժողովրդին, առաջնահերթ օգնում եմ իմ իմացածով Ֆրանսիայի բոլոր հայերը, ովքեր գալիս են և չգիտեն, փոքրիկ նյուանսներ կան, օգնում եմ նաև շատ ռուսներ, որոնք որ գալիս են և իրանք էլ չգիտեն, թեկուզ իրենք ամեն ինչով ապահոված են, բաներ կա չգիտեն, մտնում են իմ բլոգ, անգամ ինձ ինստագրամով, ռուսերենով գրում են, ես մի բան տեսա կարող եք թարգմանել, օգնում եմ նաև իմ հայ ժողովրդին, Երևանի, Հայաստանի ներողեք Երևան, օգնում եմ իմ սիրելի Եվրոպայի ապրող հայերին, Ամերիկայի Միացյալ Նահանգի և ընդհանրապես Չինաստան, Ավստրալիա և աշխարհի 11,000 կլինենք այսա շուտով և ես դրա համար հպարտանում եմ և ուրախ եմ, որ մեր աուդիտորիան կամաց ասում է, սա ավանսս դուսման, մեսյուղման, այսինքն դուսման հանգիստ, բայց հաստատ։ Հիմա եկեք ասեմ ձեզ, որ ես պետք է պատասխանեմ մի հարցի, գրել եմ, որովհետև երբեմն մոռանում։ Շատ շատեր այդ հարցնում եք, Սվետլանա ջան, ես շատ դիպուկ հարցեր և ես վերջապես քարտերը կբացեմ և ձեզ կասեմ տարբերությունը լավ և վատ կողմերը, լավ և վատ կողմ չկա, ամեն մի ազգ ունի իր մշակույթը, ինչպես վերնագրից հասկացաք, ֆրանսիական և հայկական խոհանոցների նմանությունը և տարբերությունը։ Համար առաջին նշել եմ, եկեք սկսենք նրանից, որ երկու ազգ և երկու մշակույթ։ Երբ որ մշակույթները տարբեր են, հնարավոր չի նմանություն լինի։ Ուրեմն սկսենք հայկական խոհանոցից, ասենք, որ հայկական խոհանոցը գալիս է մեր մշակույթը դարեր, մեր խոհանոցը գալիս է դարավոր հեռու մեր տատիկներից, մեր մայրիկներից, մեր տատիկների տատիկներից
Եվ մինչև այսօր մենք ուտում ենք մեր համով, հոտով, մեր յուղոտ, մեր ամեն այդ ադատներով մեր ավանդական ճաշատեսակները։ Տարբերություն համար առաջին, մշակութային տարբերությունը, որը դարեր չի փոխվում։ Նույն ճաշատեսակներն են, ուղղակի այսօր միգուցե թե երիտասարդները ավելացնում են մի քանի ավելի համեմունքներ, դրան էլ կանդրադառնամ, բայց մնում է նույն ճաշատեսակները։ Ֆրանսիացիների տարբերությունը ըստ մշակույթային, դրան էլ կանդրադառնամ, իմ սկեսուրի Պակալենյան ժեներացիոնը, որը ունի ճաշատեսակներ եւ ասեմ այսօրվա դեպքում։ Ֆրանսիացիները ի տարբերություն հայերին մշակույթային տեսակետից իրենք փոփոխում են, սիրում են փոփոխել, սիրում են նորություններ, փոփոխություններ, զարգացնել իրենց ճաշատեսակները, այսինքն համը թողնում են նույնը, բայց լրիվ փոխում են, անգամ անունները կարող են փոխել, լավ եւ վատ կողմերը, այսինքն հայկականը այնքանով լավ որ մեր ավանդական ճաշերը մնում է, ֆրանսիականը իրենց ավանդականը կամած միգուցե թե մոռանան, ունեն մի քանի տեսակի, որ դեռ պահպանում են, բայց հիմնականում կորում է իրենց այդ ավանդական ճաշերը։ Օրինակ ռեստորաններում սուպով խոմաց չես տեսնի, բավականին ճաշատեսակներ կան, որ ես իմ սկեսուրի տունը կերել եմ, ռեստորաններում չես տեսնի, դա միայն ռեգիոններում, ասենք, բանի այդ լեննականցեր, ասեմ, որ ծնողներս լեննականցի են, ժողովուրդ ես Երևանում եմ ծնվել, այդ որ ասում են քելեխ է, ոչխարի են գերել, բայց այս կողմի ժողովուրդը հորթի այդ մռութը, այդ գլուխն են, էլի, այդպես ճաշ սարքել, ֆարսարել եւ այլն, դրանք ամեն ինչը կամած կորում է, իրանք սիրում են նորություններ, իրանք սիրում են փոփոխություններ, տարբերությունը առաջին մշակույթը։ Երկրորդը հայերի մոտ ինչն է մնում։ Մենք շատ սիրում ենք օգտագործել շատ համեմունքներ։ Աղ, պղպեղը, մենք աղը տեղին էլի, պղպեղը օգտագործում ենք նաև կանաչի, շատ ենք օգտագործում համեմ, որ ֆրանսիական խոհանոցում համեմն այդքան չկա։ Իսկ ֆրանսիացիների մոտ ավելի հավասարակշռված, ավելի չափած, մինիմալիստ, որը ինչը տարբերությունը մենք կարող ասենք բռով լստենք առանց որոցե մի բանի, մեր մոտ այդ համեմունքային ինչն ենք կարոտում մենք հայերս, որ ասում ենք ախ մամայի տատի են ճաշը չլինի, գիտեք ինչի, որտեղ իրանք համեմունքը դա միայն աղ պղպեղն է եղել։ Երրորդը հայերի եւ ֆրանսիացիների անցնենք արդեն պատրաստման ձևին։ Երբ որ հայերը պատրաստում են ճաշը, հայերը պատրաստում են մոտավորապես, բերանի համով են պատրաստում են սենց ինչ ասեմ, ոնց ասեմ ձեզ դանդաղ, իրանք եփում մեր հայկական ճաշերը եփում են դանդաղ կրակի վրա, ասում մարմանդ կրակի վրա, որպեսզի ամբողջ համերը ավելի լավ խառնվի իրար։ Հասկանում եք ինչ եմ ասում, ընդհանրապես այսօր կան շատ ֆրանսիացի գաստրոնոմիկ խոհարարներ, որոնք այդ ձևով են ուզում անել, որպեսզի ասում պիտի համը խառնվի իրար, անգամ իրենք ինչ որտեղ բան այդ ոնց ասեմ փոփոխություն են կատարում, ասում են նենց են անում, որ այդ համինքը կորցնի, ուրիշ բաներ են ինչ որ լստում եւ այլն, դա քիմիական ինչ որ բաներ, բայց մեր հայերը չէ, մեր հայերը մարմանդ կրակի վրա եփում են, որպեսզի համը սենց բլբլտա, էլի համը իրանով խառնվի։ Իսկ ֆրանսիացիների մոտ ավելի շատ այսօր կա տեխնիկա, կա չափաբաժին, մինիմալիստ, եթե գրված է մեկ թեյի գտալ, իրան երկու թեյի գտալ, ամեն ինչը չափած ձևած, հաշված, տարբերությունը ես ձեզ ասում եմ պատրաստման ձև։ Չորրորդը, ամենակարևորը մշակութային այդ մեր հայկական եւ ֆրանսիական խոհանոցի եւ տարբերությունը դա մատուցման ձևն է։ Ինչպես գիտեք, մեր հայերը, մենք հայերս, որտեղ ես հայ եմ, մենք մատուցում ենք ամբողջը սեղանի վրա, տաքը, սառը, ամեն ինչը դնում ենք սեղանի վրա եւ մատուցման ձևը գալիս է նաեւ նրանից, որ մենք դնում ենք սեղանին, որպեսզի բոլորը նստենք, ամեն ինչ ուզում ենք քաշենք, վերցնենք եւ ամենակարևորը սիրելիներս, այդ մատուցման ձևի մեջ նաեւ մտնում է ընտանեկան կոլորիտը, մթնոլորտը։ Դրան էլ կանդրադառնամ։ Իսկ ֆրանսիական այդ մատուցումը պիտի բերում են, այսինքն մեր մոտ ավելի շատ
գերակշռում է մատուցման ձևի մեջ, գերակշռում է ամբիանսը, մթնոլորտը, իսկ ֆրանսիականը ոնց է։ Ֆրանսիականում իրանք ավելի ուշադրություն են դարձնում մատուցման ափսեների, գեղեցիկ դնելու, կարտոֆիլը ճիշտ դնելու վրա, ավելի շատ տեսքն է։ Համներ կան, ինձ որ չմտածեք համը չկա, բայց ավելի շատ աչք կա ծակում, ասում վաու, այսօր Երևանում շատ թրենդային է այդ ֆրանսիական ռեստորանների այդ մատուցման, այդ մինիմալիստական ձևը, բայց դա ընդամենը երևի հայերից սիրում են 20%-ը, որովհետև 80%-ը մենք սիրում ենք, այտենց կարող է դուք ցույց տաք գնաք ռեստորան ձեր ընկերների հետ, վաու, էս ինչ հրաշալի է, մենք եվրոպական ռեստորանում հաց կերանք, բայց որ մտնում եք մեր հայկական ընտանիք, լավ սենց հավեսին մեր աղցանները, մեր հարիսեն, ոնց կարաս փոխես։ Ոնց կարաս հարիսեն տնես, ես մի հատ պուճուր հարիսա, մի հատ կողքը մի հատ պուճուր հավիկի կտորս, ես տնգած չեք կարող։ Ես ճշմարտությունն եմ ասում ձեզ։ Հիմա ասեմ ձեզ, երեխեք ջան, ուրեմն ֆրանսիացիների մոտ 6-րդ հարցը ավելի շատ գերակշռում է խոհանոցում արվեստը, ճաշակը, խոհանոցը իրանց համար ավելի շատ արվեստ է։ Իրենք կարող է ծաղիկներ դնեն, մի գեղեցիկ, եւ համը իհարկե հետևն է, որովհետեւ իրոք շատ համեղ, իրենք համեղ բանը այդ սոուսներ են օգտագործում, դրան էլ կանար դառնամ։ Իսկ հայկական խոհանոցի տարբերությունը ֆրանսիական, այսինքն այդ ֆրանսիացիներին ասի արվեստն է, իսկ հայկականը, գիտեք որն է, երեխեք ջան։ Հայկական խոհանոցը այն որ սրտով, ջիգարով, սիրով, ինչ ասեմ, հոգով, հոգին սենց տեսնում եք դուք, ինչու։ Նրանք ովքեր հայ են, ինչ դա մարդուն գերում, հոգուն է գերում։ Աչքը կարող է տեսնի գեղեցիկ լինի, բայց նույն համը չլինի, որովհետև դա հոգին է թելադրում քեզ, որ դու սիրես այդ բանը։ Տարբերությունը ֆրանսիական եւ հայկական։ Այսինքն մենք ամեն անգամ ես պտտվում եմ եւ գալիս եմ մշակութային տարբերությունը, որ դնենք համեմատենք խոհանոցը խոհանոցի հետ, վերջում համը համեղ է, այնպես չի որ համեղ չի։ Հետո կանցնեմ անձնական իմ փորձի։ Ուրեմն 7-րդը ես նշել եմ, խոհանոցը ինչ դեր ունի տվյալ ընտանիքում։ Ուրեմն հայկական ընտանիքներում ուտելը դա քաղցը հագեցնելն է, դա ժամանակ անցկացնելն է սեղանի շուրջ, դա ուրախանալն է, դա ծիծաղելն է, դա հիշողություններն է։ Մեր հայկական խոհանոցում տան մեր, ես վերցնում եմ մեր վրա, մենք ինչ կերել ենք մեր տունը, այդ նույն սեղանը անգամ հյուրերը, որ եկել են մեր տուն, թեկուզ գյուղից էին գալիս, թեկուզ մեր Երևանից, նույն ճաշատեսակներ դրվում է սեղանին։ Եվ այդ նույն ձևով մենք ուտում ենք առանց որևիցե մի անհարմար զգալու, որ 5 կտոր պանիր է, մի քիչ կանանչի է, մի քանի հատ լավաշ է, մի քանի հատ հաց է։ Իսկ ֆրանսիականը, երեխեք ջան, ֆրանսիական այդ խոհանոցը ինչ դեր ունի իրանց ընտանիքում, ֆրանսիականը գիտեք ոնց է, արագ, երբեմն մենակ, արագ եւ փոքր չափաբաժիններով։ Իրենք դա այդպես ուտում են իրանք ընտանիքի հետ, բայց երբ որ իրանք հյուր են կանչում, իրանք արդեն պատրաստում են հատուկ կերակուր հյուրի համար, որպեսզի հյուրը գա, եթե իրանք առնում են պանիր, պանիրը չեն հանում, իրանք սառնարանից դնում են սեղանին, ոնց որ մեր մոտ ասած տնական, իրանք դնում են պանիրի տարբեր տեսակներ, մեջը խաղող եւ այլն, այսինքն դիզայնն է ավելի շատ աշխատում իրանց մոտ։ Եվ իրենք խոսում են եղանակից, այս կողմից, իսկ մեր մոտ կարող է մենք ուտենք, հանգստանանք, նորից գանք մի բան ուտենք, մի հատ կանանչի ուտենք, մենք սկզբից չնայենք, որ պանիրը պիտի վերջում ուտենք, պանիրը սկզբից ենք ուտում։ 8-րդը, ուրեմն բաղադրատոմսները, բաղադրիչները, հայկական եւ ֆրանսիական միակ բանն է, որ բաղադրիչներն է, որ բոլոր նույնն է, այսինքն հայերն օգտագործում են նույն բլղուրը, նույն մակարոնը, նույն բանջարեղենը, նույն կանանչին, բացարձակ մի քանի կանանչիներից, մենք ռեհան ենք օգտագործում մեր այդ բանը, իրանք այդ ֆիալետը, իրանք կանանչը, դա կապ չունի եւ բաղադրիչները նույնն են, ուղղակի պատրաստման ձևերն են տարբեր, մատուցման ձևերն են տարբեր։ Հիմա ես ուզում եմ իմ անձնական
փորձն ասեմ։ Նախ ասեմ, որ իմ ընտանիքում տիրում է ֆրանկո-հայկական մթնոլորտ։ Ես ամուսնացել եմ արդեն 30 տարի կլինի, այս տարի աղջիկներ ջան 26 թվին մեր 30-ամյակն է ամուսնության։ Եվ ես միշտ չեմ ձգտել, որպեսզի նմանվեն ֆրանսիացիներից եւ անհարմար զգան, որ ֆրանսիացիների տուն ենք միշտ եղել եւ այլն, իրենք դնում են հատիկ։ Առաջին անգամ ես իսկական ֆրանսիական տրադիցիոննի բանը այդ ուտեստները ես համտեսել եմ սկեսարիս տունը։ Իմ սկեսուրս բավականին լավ խոհարար էր։ Իր 1.55 բոյով, 50 կիլոգրամ քաշով, արագ ինքը ես այդպես էլ չտեսա մինչև վերջ ինքը ես հետո 10 տարի իրան պահել եմ, ես չտեսա որ ինքը նստում էր միշտ կանգնած էր, ինքը մեզ մատուցում էր որ մենք ուտեինք, ինքը կանգնած էր մնում։ Ի տարբերություն մեր հայկական եւ ֆրանսիականը որն է, որ հայկականը մենք դնում ենք եւ մայրիկները եւ տատիկները նստում են եւ բոլորս միասին վայելում ենք, իսկ ֆրանսիականը պետք է մեկը կանգնած լինի որ տանի բեր։ Իմ սկեսուրի տունը ես համտեսեցի իսկական իրանց ավանդական կերակուրները եւ մինչեւ հիմա ես ոչ միտեղ այդ նույն համից չեմ զգում։ Այսինքն չեմ տեսնում։ Իմ ամուսինս այնօր ինձ ասեց, «Ան, կարող է պատրաստել ինձ տետ դվո, բանի այդ մրութը մեջը աղացած մսով պաշարած ոնց որ մամին էր անում»։ Հիմա ես պետք է մտնեմ նայեմ, տեսնեմ ինչ բաղադրատոմսկը ավանդական, որպեսզի ես այդ նույն համով սարքեմ, բայց ասեմ ձեզ, որ նույն համը չի լինի, երբեք չի լինի։ Որովհետև նախ առաջին իմ սկեսուրը իր սերը, իր այդ հին տրադիցիոնի իր այդ սոխարածը ոնց էր անում, սոխը ոնց էր անում, այն ձևով էր սարքում երեխեք ջան, որ հավը, սովորական հավը ես իր ձևով սարքեմ, չի լինի նույն համը, որովհետև ինքս պատրաստում էր փայտի վառարանի այդ գազ օջախ ենք ասում, բայց կոչվում էր բանը, այդ ինչա cuisinier à bois փայտով խոհանոց ոնց որ էլի եւ մենք բոլորս հավաքում ենք մթնոլորտը ծիծաղում ենք բայց նույն մթնոլորտը չէ ինչքան է խոսում ենք ինչքան է սկեսարը շատ է սիրում որ ես դե բնականաբար հայ հարս ուներ բայց ուզում եմ ասեմ նույնը չէր բայց ուտելիքները ես առաջին անգամ որ գնացի Իրանցում վախեցա որ հանկարծակի չհավանեմ որտեղ ես մի քիչ դժվար էի բայց հենց մտանք տուն այդ հոտը այդ ամբողջ այդ հրաշալի հոտը տարածված էր ամբողջ տնով մեկ եւ ասեմ դες որ ես մինչեւ օրս մենք բոլորս մերոնք խոսում ենք որ մամի Դողիայի կեսրիզանը Դողիայր պատրաստած հավը եւ սագը եւ այդ ոչ մեկ չեն կարող սարքել իսկ ինչ վերաբերվում է իմ անձնականին ես որ մենք որ հաց ենք ուտում իմ ֆրանսիական ընտանիքը եւ իմ հայկական բոլորս որ նստած ենք լինում իմ սեղանին հայկական ձևով եմ մատուցում այսինքն ամեն ինչ դնում եմ սեղանին եւ իմ ամուսինս դա շատ հավանում է գիտեք ինչ դա հարգանք է ինչոթեղ հարգանք է որ դու նստում ես իրանց հետ հավասար հաց ես ուտում օրինակ այսօր շատ երիտասարդ աղջիկներ կան որ տունը սարքում են ամերիկյան ստիլի լրիվ զալը խոհանոցի միասին ասում են ասենց լավ է որ մենք էլ մասնակցենք այդ մարդիկ նստած հաց են տուն խոսում են այդ մարդն անդադ խոհանոցում է ես դրան որ ասեմ դեմ եմ կողմ եմ դա իրենց կուլտուրան է ես ընդունում եմ իրենց կուլտուրան բայց երբ որ ես հրավիրում եմ ֆրանսիացի ընկերներ միայն ֆրանսիացի եւ այդ օր միայն ֆրանսիական ճաշատեսակներ են պատրաստում ես մատուցում եմ իրանց ձևով սկզբից բերում եմ աղցանը նստում ենք կամաց ուտում ենք խոսում ենք հետո ես աղցանը վերցնում եմ ափսեները փոխում եմ բերում եմ տակը իսկ եթե ես իրանց հրավիրում եմ հայկական խոհանոցը համտեսելու այդ ժամանակ հայկական ձևով եմ տալիս ասեմ որ ես իմ տղան էլ այդ ձևով սովորել ես հիմա ձեզ մի բան պետք է ասեմ նրանք ովքեր ապրում են Ֆրանսիայում երիտասարդ աղջիկներ եք ամուսնացել եք ֆրանսիացի տղաների հետ ունեք ֆրանսիական ընտանիքներ ունեք ամերիկացի եք ամերիկացու հետ եք ամուսնացել ընդհանրապես այլ ազգի հետ եք ամուսնացել ինձանից ձեզ խորհուրդ որպես 30 տարվա մանկավար կատակ եմ անում երբեք չամաչեք ձեր արմատներից երբեք չամաչեք ձեր մշակույթից գիտեք ինչ եթե ձեր ամուսինները ձեզ սիրում են ուրեմն իրենք կսիրեն նաև ձեր մշակույթը երբ որ միտեղ եք գնում գլուխներդ մի իջացրեք բարձր պահեք ձեր տունը հյուր եք հրավիրում արեք այնպես ինչպես դուք եք եթե դուք հրավիրում եք հայկական ճաշատեսակներ համտեսելու որտեղ արտասահմանյան երկրի ժողովուրդը շատ են սիրում այդ ձևով ուտել սնվել եւ ամերիկայի եւ բոլոր
մատուցեք ձեր հայկական ձևով։ Երբեք չամաչեք, որովհետև սիրելիներս, ուր էլ դուք փախնեք, դուք հայ եք ծնվել եւ հայ էլ կմեռնեք։ Այո, շատերը կան, որ անգամ հայերեն խոսում ես խանութում, կողքիցդ փախնում են, որ իրանք քեզ չբարևեն, մտածում են, «Վայ, հանկարծ չիմանա ես հայ եմ»։ Սիրելիներս, նրանք ովքեր ապրում են իմ քաղաքում եւ քաղաքի կողքերում, երբ որ դուք պատահաբար Անահիտին կտեսնեք, ես չեմ ճանաչում, չեմ տեսնում, որովհետեւ ես ասեմ ձեզ, ես իմ հասակը 1.84 է, հնարավոր չի ինձ չտեսնեք, որովհետեւ այն կներեք, բայց պիտի այն դախլ ենք, չէ՞, ասում են, բաների հետևից, այդ ղեյոնների հետևից, շարքերի հետևից իմ գլուխը բարձրությանը երևում է։ Մոտեցեք, բարևեք, բարևն Աստծունն է, բարևեք, ես ձեզ կպատասխանեմ։ Երբեք մեկը մի բան է պիտի խնդրեմ, սիրելիներս, միգուցե շեղվեցի, երբեք մարդու առաջին հայացքից մարդու վրա տպավորություն, ձեր տպավորություններ մի կազմեք։ Մի հատ այդ մարդու հետ խոսացեք, բարևեք, տեսեք ինքը իրենց ինչ է ներկայացնում, նոր հետո արդեն ձեր կարծիքը կազմեք։ Ինչ է խոսքս, ես ցանկանում եմ, որ մեր հայ աղջիկները, երիտասարդները պահեն իրենց մշակույթը։ Մեր ընտանիքում տիրում է սեր, հարգանք, փոխադարձ։ Դրա համար սիրելիներս, ես ձեզ մենակ մի բան կարող եմ ասել։ Մշակույթը մեր հետ ծնվում է, մեր հետ էլ մահանում։ Ես մի բան պատմեմ, մի հետաքրքիր մի պատմություն իմ անձնական կյանքից։ Նրանք ովքեր չեն ճանաչում, ես սպորտսմենու եմ եղել եւ խաղացել եմ բավականին բարձր ինչ ասեմ, Եվրոպա, Սովետական միության խաղեր եւ այլն եւ խաղացել եմ Ֆրանսիայի բարձրագույն թիմերից մեկում մոտ 7 տարի։ Վերջում 29 տարեկանից եկել եմ Ֆրանսիա։ Ուրեմն 93 թվականին մշակույթի տարբերությունն եմ պատմում, համել սա անեկդոտային մի ծիծաղելի պատմություն է, որ բոլորդ կլսեք, կիմանաք։ Հիմա ի տարբերություն մեր հայերի եւ ֆրանսիացիների։ Ուրեմն 92 թվականին եկել ենք Ֆրանսիա Եվրոպայի կիսաեզրափակիչին, խաղացինք բան ու մեր հայերը սպասում են մի քաղաքում, Վալանս քաղաքում, որը որ բավականին շատ հայկական համայնք կար։ Մարսելից էին եկել եւ այլն եւ մենք սկսել ենք բնականաբար խաղայինք ու ամեն խաղից հետո ֆրանսիական ռեստորաններում մենք ուտում ենք իրենց ֆրանսիական ուտեստները, դա մեր համար մի քիչ տարօրինակ էր, որովհետեւ անպայման կար կանաչ սալաթը, այսինքն կանաչ հազարը, այտենց ենք ասում, եւ հետո դրանց բերում են ուտելի, պուճուր, ինչպես ձեզ ասի, մինիմալիստական շատ չափաբաժիններով։ Մեր հետ կային նաեւ շատ սպոնսորներ, տղամարդիկ, ովքեր կային մի քանիսը ապրում էին ռայոններում, որ պատկերացնում եք իրանց տունը, այդ բերում էին, լսում ենք դե տղամարդիկ մտել են տուն, լավ դենց հավեսով, յուղոտ, ճաշերը, մսեր եւ այլ։ Իմ պապային, որ մեկ մաման ասեք, այդ օր 2 օր փլավ էր սարքում, գալիս էր բանով, ասում էր, «Էս հավի կերակուրն ինչ է, պիտի անպայման ջրալի ճաշ լիներ»։ Ուրեմն այդ օրը որ իմացանք, որ արդեն գնում ենք Վալանս, այնտեղ պիտի ընկերական խաղայինք եւ հայ համայնքը մեզ հրավիրել էր որպես մեծ պատիվ Հայաստանի հավաքականի ամենաուժեղ թիմն է եկել Եվրոպայի խաղում, բոլորս ուրախացած անհամբեր սպասում ենք, որ պետք է մենք վերջապես մեր այս 10 օր հետո մեր հայկական մի հատ գոնե տոլմակ ուտեինք, խորոված կուտեինք կամ տենց մեր այն լավ սալատները։ Նստած ենք, այդ ով որ այա մի հատ, ինչ ասեմ, կոմիկ չէր, լուրջ էր, բայց բան շատ ուրախ մարդ էր, նստած էր, մենք այսպես սեղանի շուրջը, Օղորմածիկ Չոլախյանը նստած էր իմ դիմացը չէ, այդ մարդու դիմացը չէ, իմ դիմացն էր ոնց որ, մենք էլ սենց աղջիկներով նստած ենք։ Ուրեմն իմ կողքը մի հատ աղջիկ էր եւ ես էի։ Նստած սպասում ենք այնպես բանով, սեղանը դատարկ։ Դե Ֆրանսիայում տենց է, դատարկ է սեղանը։ Բերեցին այդ սալատնիցաների մեջ կանաչ 1000 նորից։ Իրա սոուսը կողքը, որ պիտի սոուս լստեինք, այտենց այդ կանաչ սալատ նորից ուտենք։ Ճիշտ ասած, sense որ նայեցինք, ասեցինք, իմ համար խնդրեմ չէ, sense նայեցինք, ասեցինք, վայ, մտքից մեջ ասի նորից էս կանաչ սալատը, մենք մտածում ենք հայկական բաներ պիտի ուտենք, մանավանդ այդ ժամանակ 90-ական թվականների հայ համայնքը միայն եւ միայն այն հին երկրից եկած հայերն էին, լիբանանահայեր եւ այլն, որ մտածում ենք այդպես բաներ կուտենք։ Այս մարդը sense որ բերեցին սալատը, մեկը մեկին փոխանցում են այդ կանաչ սալատը, այս խեղճը sense սալատը լցրեց այդ ամանի մեջ։ Հիմա շատերը կլսեք, կասեք ես կինովա, բայց պիտի պատմեմ։ Լցրեց սալատի մեջ, մեկ էլ շուռ եկավ, ասեց նայեց, այս կինն եկավ, տեսա, որ ինքը նայում այդ կնոջն, ասեց, ինչ է պետք,
հաց է պետք, հացը դրած էր կողքը, ինչ որ մի բան է պետք, ախ, այս մարդը սենց, այս տղեն շորեկը ասեց, մի հատ քույրիկ ջար, մի հատ վեդրո կբերես, ճիշտ ասած, դե գիտեք, այդ մարդիկ վեդրոն ռուսերեն է, վեդրո բառը չգիտեն։ Ես այս գլուխս առաջ տար ասեցի, վեդրո ինչ ես ուզում, այս կինս ինչ կասե, չեմ հասկնա, ասեցի դույլ ա ուզում, մտածեցի կարող է սիրտը խառնում է, այդ րոպեից առաջ կասի սիրտը խառնում, ասեց չէ, ասեց դույլն ինչին է պետք, ասեց այս 10 օր ա, այս 10 օր ա խոտ ենք ուտում, ասեց, վեդրո բերեք, կաթս լծուել այդ տեղ չկա, ամեն անգամ երեխեք հիշում եմ ծիծաղում եմ, թող էսի վիդեոյի վերջաբանը լինի սենց ուրախ երեխեք ջան, որ ուրախ ձեզ օրտամ, ես ուղղակի ինչ ասեմ, ես խեղդվում էի արդեն այդ սալատը բերանս, հիմա այդ Չոլախյանը նստել է դեպս, ինձ ասում բերանները չբացեք, այս մարդիկ կիմանան իրանց ձեռ եք անում, բայց դա հնարավոր չէ չծիծաղայք, դաժե ինքը երեխեք, ծիծաղը հազիվ էր զսպում, այս խեղճ կինը նայեց, չհասկացավ կաթը որն էր, եկել Չոլախյան ասեց, դե լավ էլի ասեց, դրել են կերելի, եկել ասեց, այ Ռաֆիկ ջան ասեց, էսի անելու բան չի ասեց, արդեն ծանրությունից չեմ կարող կայլեմ։ Այդ սալատը դառավ մեր անեկդոտը, էդ էր երեխեք ջան, մշակութային տարբերությունը հայկական եւ ֆրանսիական ուտեստների մեջ։ Ահա սիրելի Սվետլանա ջան, այս հրաշալի ուրախ, ոնց ասեմ ձեզ, դրական էներգիայով այս պատմությունը, ձեզ ասեմ պատմությունով վերջացնեմ բլոգը, շատ այդպիսի անեկդոտներ կան իմ կյանքում այդ սպորտի հետ կապված, որ պատմեմ կարող է պատահի դուք, դա կոմեդիա է ուղղակի, եթե կցանկանաք ասեք, ամեն շաբաթը մի անգամ կպատմեմ այդ պատմություններից, իհարկե խոհանոցում աշխատելուց, մեր արկածները, մանավանդ բանի հետ ան ինչա, Կամբոջայի արկածները, Աֆրիկայի արկածները, դա ուղղակի վերջն էր Աֆրիկայի արկածները։ Եվ ես բնավորությամբ լինելով ուրախ, զվարթ, անկախ նրանից, որ խստություն կար, դիսցիպլինա կար, ես հնարավոր չէր, որ այդ տեղը դաշտում էինք, որտեղ էինք, որ չծիծաղայինք ու չնայած ջղայնանում էր վրաներից մեր մարզիչը, անդադ ասում էր, ես գիտեմ, դա քո արած գործերն է։ Դե ինչ սիրելիներս, եկեք սրանով ավարտեմ իմ վլոգը, ցանկանամ ձեզ բարի դիտում, ցանկանամ ձեզ գեղեցիկ օր, 12:30 հեսա Սերգեյ Սերգեևիչը ամուսինս կգա, ես տեսնում եք, ես որ սեղան եմ դնում, տեսնում եք, չէ, երեխեք ջան, ամեն ինչը դնում եմ սեղանին, նստում ենք ամուսնուս հետ խոսում ենք, ես իմ ամուսնու սովորությունները վերցրել եմ, բայց նաև ես տվեցի մի սովորություն, որ մենք հաց ուտելու ժամանակ զրույց անենք, խոսենք, պատմենք մեր ինչ է կատարվել, ինչ է եղել, եւ այդպես ընտրիկը իմ համար հայկական մշակութային այդ հրաշալի սովորություններն իմ համար ավելի հոգեհարազատ է։ Դե ինչ արած, համենայն դեպս այսօր երիտասարդները ձգտում են նույն ձևով, որ մենք դուրս ենք գալի ռեստորան, մենք դուրս ենք գալի ոչ թե ուտելու, այլ իրար տեսնենք, զրուցենք, խոսենք եւ պատմենք եւ այլ։ Բայց ամեն դեպքում ֆրանսիացիները մնում են ֆրանսիացիներ, իսկ մեր հայերը մնում են հայեր։ Ես երկուսին էլ սիրում եմ, ես ընդհանրապես շատ, ինչ ասեմ, մի անձնավորություն է, որ հարգում եմ, սիրում եմ բոլորի մշակույթը եւ ամենակարևորը, երբ որ դիմացինը բարի է, դրական։ Նրանք ովքեր կտեսնեն իմ բլոգը եւ կցանկանան գրանցվել Անահիտի բլոգ եւ դուք ուղղակի հավանեցիք եւ ուզում եք միանալ մեր թիմ, քանի որ ես անվանել եմ մեր YouTube-յան ալիքը թիմ, բարի գալուստ Անահիտ բլոգ եւ նրանք ովքեր նոր են մտել, այս վերջերս են միացել մեր ալիքին, բարի գալուստ Անահիտ վլոգ, բարի գալուստ Անահիտի առօրյան, բարի գալուստ դրական էներգիայով լի ռեպորտաժներ։ Դե ինչ սիրելիներս, եկեք ձեզ ասեմ, որ ձեզ շատ սիրում եմ, համբուրում եմ ձեզ եւ ասում պակա, պակա։